տնտեսական աճը։ Մենք կարծում ենք, որ 5.2-5.3% սահմաններում կգտնվի տնտեսական ակտիվությունը, համապատասխանաբար նաև, որ մի քիչ ավելի ուշ է ամփոփվում համախառնիքի միացումքի աճը։ Այդտեղ որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում սովորաբար տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Այս տարվա ընթացքում գիտեք, որ հատկապես արդյունաբերության ոլորտում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ աճի տեսանկյունից, համապատասխանաբար այդ երևույթը նույնպես իր ազդեցությունը կունենա վերջնական համախառնիքի միացումքի աճի ցուցանիշի վրա։ Այսինքն 5.2-5.3 տածը, իսկ այդ աճը ինչքան կլինի մոտավորապես։ Մոտավորապես այդքան էլ կլինի հենց տնտեսական աճը։ Իսկ ավելի բարձր կանխատեսում ունեք մինչև տարեվերջ։ Ես արդեն խոսեցի այն մասին, ինչ որ կանխատեսվում է մինչև տարեվերջ։ Ներդրումների մասով ինչ նորություն կա պարոն Խաչատրյան, ինչքան ներդրումներ է սպասվում այս տարի։ Քաղաքական փոփոխությունները արդեն տեղի ունեցան, խորհրդարանական կառավարությունը ձևավորման փուլում է, ներդրումների ինչ ծավալի սպասենք այս տարի։ Գիտեք, հարցը ունի ձեր երկու մաս։ Առաջինն այն մասն է, որ տնտեսությունը պարբերաբար կատարում է, գիտեք, որ գոյություն ունեցող տնտեսական սուբյեկտները շարունակաբար վերազինում են իրենց արտադրությունները եւ դա այն շարժիչն է, որ պետք է ապահովի երկարաժամկետ կայուն զարգացումը տվյալ կազմակերպության եւ նաեւ մրցունակության շուկայում։ Այսինքն ցանկացած տնտեսական միավոր անկախ ոլորտից շարունակաբար իրականացնում է այդպիսի ներդրումներ եւ վերազինում։ Մենք երբ խոսում ենք ներդրումների մասին ձեզ հետ միասին, հասկանում եմ, որ հատկապես կարևորում ենք նոր ներդրումային ծրագրերի իրականացումը։ Դրանք բազմաթիվ են, վերաբերում են տարբեր ոլորտների եւ արդյունաբերության եւ էներգետիկայի, բայց պետք է գիտենանք նաեւ, որ ցանկացած քննարկման փուլից մինչեւ իրականացման փուլ ճանապարհ է անցնում եւ դա էլ նոր երևույթ չէ։ Այսինքն ցանկացած նոր նախաձեռնություն ժամանակ է պահանջում, որպեսզի իրականացման լայնամասշտաբության հասնի։ Ես հիմա թիվ չեմ հայտարարի, բայց այդ բոլոր թվերը կլինեն կառավարության առաջիկա հայտարարություններում բնականաբար։ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ասում է, որ ներդրողը սպասում է խորհրդարանական ընտրություններին։ Հա, քիչ ժամանակ է անցել ընտրություններից, բայց ամեն դեպքում դուք շարժ դրական տեղաշարժ զգում եք, հետաքրքրություն կա ներդրողների կողմից։ Հետաքրքրությունը շատ մեծ է։ Այնուամենայնիվ մեկ թիվ ես ձեզ ասեմ, բայց ոչ մեկ տարվա կտրվածքով, այլ երկարաժամկետ այն կանխատեսումները, որ ունի կառավարությունը, ամեն ինչ է արվելու, որ ներդրումները համախառնիքի արդյունքի նկատմամբ եւ կառավարության եւ մասնավոր հատվածի հնգամյա ժամանակահատվածում, որը կառավարության գործունեության ծրագրին է վերաբերում, հասնեն առնվազն համախառնիքի արդյունքի 23-24%-ին։ Այսինքն մենք խոսում ենք ավելի քան 20%-ով ամենամյա ներդրումների ծավալը համախառնիքի արդյունքի նկատմամբ ավելացնելու մասին։ Խոսում է տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին, վարչապետն էլ է անդրադառնում փոփոխությունների։ Դուք որ ծրագիրն եք համարում հեղափոխական, որ առաջիկայում իրականացնելու եք եւ տնտեսությունը փոխելու է ու տարբերվելու եք նախկիններից։ Հեղափոխականը նա է, երբ ցանկացած մասնավոր նախաձեռնություն գաղափարից դառնում է իրականություն եւ չեն ստեղծվում որևէ խոչընդոտներ, այլ կառավարությունն աջակցում է ամեն միջոցով, որպեսզի այդ անցումը տեղի ունենա։ Հիմնական շոշափելի որևէ ծրագիր կա, բայց ներկայացնել, որ շոշափելի են տեսլական։ Տեսեք, ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ ծրագիրն իրականացնում է մասնավոր հատվածը։ Կառավարությունը ընդհանրապես աջակցում է, խրախուսում է, խթանում է բոլոր թույլատրելի եղանակները, որպեսզի այդ ծրագրերը խոչընդոտների չհանդիպեն։ Հարցի լիացումը ձեր իշխանությունների ընդդիմադիրները պնդում են, որ տնտեսությունը հեղափոխություն տեղի չի ունենում։ Դուք որպես բլոկի ղեկավար ինչպես կարող եք հակադարձել, հասկանալի է, որ վարչարարություն կա, պայմաններ պետք է ստեղծվի, բայց գուցե նաև այստեղ վստահության պակաս կա ներդրումների կողմից, ինչ կարող եք ասել։ Առաջին հարցին ձեր հարցի առաջին մասին պատասխանեցի, այսինքն կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ես շարունակում եմ, ցելսեք մինչև վերջ։ Առաջին հարցի պատասխանը ձերն է, որ եւ վարչապետն է հայտարարել եւ կառավարության կողմից են եղել հաստատումներ այդ նույն առնչությամբ, չկա որևէ ներդրումային գաղափար կամ ներդրումային ծրագրի հեղինակ, ով ցանկանում է այսօր առաջ գնալ իր պլանների ուղղությամբ եւ պետական կառույցները խոչընդոտում են կամ ստեղծում են
ձգձգումներ կամ առաջացնում են այնպիսի սահմանափակումներ, որոնք ունեն հակամրցակցային բնույթ։ Դա առաջին նախադրյալն է եւ այն ազդակը, որ կառավարությունը փոխանցում է ներդրումային ծրագրերի հեղինակներին, նախաձեռնողներին։ Իսկ ինչպես են դրանք առաջ գնում, միշտ չէ, որ ինչ որ ասվում է արվում է այդ պահին անմիջապես, բնականաբար կառավարման տարբեր կառույցներում կարող են լինել տարբեր այդ թվում վարչահարական դանդաղեցումներ, մենք ուշադիր ենք այն բանին, որ դրանք երբ որ նկատվում են անմիջապես վերացվեն։ Մոտավոր կարող եք ասել այս տարի, հա, նախորդ համեմատ որքան կաճի ներդրումներից ավարտել։ Դուք նշեցիք հնայի հետ համեմատությունը 20-ից հետո։ Մենք կարծում ենք, որ 2019 թվականի արդյունքներով մենք համախառն ներքին արդյունքի նկատմամբ 20%-ը գերազանցող ներդրումներ կունենանք, մասնավոր եւ պետական հատվածը միասին վերցված։ Իսկ մասնավոր ավելի շատ, որտեղ պետական միշտ այդ աճը ներկա մակարդակից ավելի շատ տեղի կունենա ի հաշիվ մասնավոր հատվածում կատարվող ներդրումների։ Պարոն Խաչատրյան, դուք ասեցիք արժենտրությունից հետո հետաքրքրությունը մեծացել է, հա, ինչ ոլորտներով է հետաքրքրված ներդրողը, ինչ կոնկրետ ծրագրեր կան արդեն։ Շատ տարբեր ոլորտներով են դրանք։ Եվ վերամշակող արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառում նշեցի արդեն։ Ռեյտինգ կազմեք, հա, առաջի տեղ, երկրորդ տեղ։ Հանքարդյունաբերության ինչ։ Հա, որ տեղում է հետաքրքրության։ Ես հիմա պատրաստ չեմ ռեյտինգ կազմել այդպես ոտքի վրա, բայց ես կարող եմ տեղեկանք պատրաստել եւ փոխանցել ձեզ հետագայում, առաջիկայում։ Արդեն ծրագրերի պայմանավորված։ Կներկայացնեմ մանրամասներ, իհարկե կան։ Խաչատրյանից կարող եք ասել վերջի 8 ամիսների ընթացքում հաղորդությունը նկատես քանի աշխատանք է հասցնեցվել եւ քանիսն է։ Հիմնական որ ոլորտներն են։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք աշխատատեղերի մասին, մի քանի հարթություն պետք է առանձնացնենք եւ դրան վերաբերվենք շատ նորմալ եւ բնականon ձևով։ Դա երկու երևույթ է զուգահեռաբար տեղի ունենում։ Առաջին ստեղծվում են նոր ծրագրեր, դրանք առաջացնում են նոր աշխատատեղեր եւ կառավարությանը հայտնի մասով, առնվազն դրանք այն ծրագրերն են, որոնք քննարկվում են կառավարության նիստերի ընթացքում, նպատակ ունենալով կառավարության կողմից տրամադրել մաքսատուրքի կամ ավելացված արժեքի հարկի արտոնություններ։ Դուք գիտեք, որ ներդրումային ծրագրի հեղինակը իրավունք ունի դիմել կառավարությանը արտոնություններ հայցելու համար, նախապես ներկայացնելով իր ծրագրային նպատակները։ Մենք այդ տեղեկանքներից բնականաբար կարողանում ենք առանձնացնել այն նոր աշխատատեղերը, որոնք որ հայտարարվում են ներդրողների կողմից ըստ ժամանակացույցի։ Ես էլի որպեսզի հիմա թվեր չհնչեցնեմ, ձեզ կտրամադրեմ դրա ցույց տեղեկանք։ Դրանք եկեք ես թիվը ձեզ տամ լրացուցիչ, խնդրում եմ այնուամենայնիվ, բայց ես հիմա մյուս հարցն եմ պատասխանում, որ քիչ կարևոր չէ։ Տեղի ունենում նաև ինչպես կամավոր, այնպես էլ վարչահարական որոշակի պահանջկոտության բարձրացման արդյունքում տնտեսության ֆորմալացում, այսինքն տնտեսվարող սուբյեկտները հասկանալով, որ հանդուրժողականությունը հարկային հայտարարագրման կամ անհանդուրժողականությունը ստվեր ունենալու հարցում փոխվել է եւ դա ներկայացնում է նոր պահանջներ տնտեսվարողներին, իրենք կամավոր ձևով կամ ոչ կամավոր ձևով խորհրդով հայտարարագրում են այն իրական աշխատատեղերը, որոնք եղել են եւ շարունակում են գոյություն ունենալ իրենց բիզնեսներում։ Այդ թվերը մեկ տարվա կտրվածքով ես էլ ձեզպես դրանց հետևում եմ պաշտոնական վիճակագրության տեսանկյունից տասնյակ հազարներ են, այսինքն տարվա ընթացքում առնվազն 30-40 հազար գրանցված աշխատատեղեր են ավելացել։ Համապատասխանաբար դրանց մի մասը, ինչպես նշեցի, նոր ծրագրերի ուժով, իսկ մյուս մասը ստվերից դեպի հայտարարագրվող հատված տեղափոխվելու ուժով։ Շնորհակալություն։